Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվա Կոպովնան այսօր շատ սպորտասեր հասարակության խնդրանք իրականացրել, որովհետև դուք ինձ խեղտամա եք անում, ուզում եք գոնե շաբաթվա մեջ ոչ թե մեկ, այլ երկու անգամ լինեն հյուրեր եւ նվիրվի բնականաբար սպորտ աշխարհին, ձեր ցանկությունը այսօր կիրականացնեմ րոպեներ անց, բայց այս բան պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում հարազատների գրկում, սրտում, հոգում ու ամենակարևորը առողջ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա Մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա Մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Ուրեն ընկերներս, ուրեն խենթ ու խելարներս Թե թող մոտենան ու չհագենան ես ուրախորից Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Մի քիչ դժվար է, բայց դե ականջի տող արա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Գիտեմ, որ մի քիչ դժվար է, բայց դե ականջի տող արա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Ուրեն ընկերներս, ուրեն խենթ ու խելարներս Թե թող մոտենան ու չհագենան ես ուրախորից Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Դե ինչ 21 TV եթերում շարունակում էր աշխատանքը Ձինայդ նախագիծը այս պայն ըստ ֆորմատի տեսանյութ, որը լի է էմոցիաներով, հաղթանակներով եւ տեղեկացնեմ, որ չեմպիոնները արդեն ինձ մոտ տաղավարում են ու այսինքն խոսքը կիմանաք հենց հիմա։
եթե շարունակում է աշխատանքը, դուք արդեն հասկացաք, որ ինձ մոտ սպորտ աշխարհն է ներգրաված եւ ես մեծագույն սիրով հյուրընկալել եմ Lionheart մարզական ակադեմիայի Muay Thai գլխավոր մարզիչ Նվեր Թորոսյանին, իսկ նրան ուղեկցում են իր մարզիկները, սաներ, որոնք նորից ակադեմիայի առաջատարներն են Նարեկ Խաչիկյանը եւ Ռոման Սեթրակյանը։ Բարի օր, բարի գալուստ ընկերներիս։ Բարոց։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Ես եմ շնորհակալ ձեզ, որովհետեւ ես գիտեմ ինչքան էլ հերոստանգերությունը պահանջում է իր օրենքները, ես ամեն բան անում եմ, որպեսզի մարզիկների օրենքներին էլ հա տենց չխառնվեմ, չխախտեմ, որպեսզի դուք ոչ մի րոպե չկորցնեք մարզումից առաջ եք գալիս, հետո եք գալի, որպեսզի հետո Ձինան հանգիստ խղճով կարողանա ամբողջ նկարումը իրականացել։ Դուք ձեր մարզումները արել եք նորեկ եկել ինձ մոտ։ Իհարկե, արել ենք արդեն։ Վերջացա։ Երբ որ ես մի քանի օր առաջ իմ նախընտրելի Լվինե Սերցը ակադեմիայում էի, ինչքան էլ հիշում եմ, չեմ հիշում, դե որովհետև բավականին մեծ աժուտաժ է այնտեղ, Նվեր ջան։ Ես մոտավորապես հասկացա, որ դուք էլ մի անկյունի վրա ձեր սաների հետ էիք աշխատում, եւ ես ոնց հասկացա նաեւ որ ասում տարիքային սահմանափակումն էլ չկար եւ մեծեր ունենք եւ փոքրեր ունենք եւ ընդհանրապես ձեր աշխատանքը ինչպիսին է մի քիչ ձեր մասին խոսենք հետո անցնենք տղաներին Ողջույն, ձեզ շնորհակալություն հրավերքի համար նախ առաջինը Լվինե Սերցն մենք երկու տարիքային խումբ հիմա որ պարապացնում ենք 10 եւ 14 18 եւ պլյուս պրոֆեսիոնալ մարզիկների հետ ենք աշխատում Լվինե Սերցն մեծ հնարավորություններ է տվել մեր մարզիկներին մեծ ռինգերում բարձրանալու համար։ Եվ հիմա պատրաստվում ենք փետրվարի 23-ին պրոֆեսիոնալ մենամարտի Նարեկ Խաչիկյանը եւ Ռոման Սեթրակյանը GFL միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը, որի հետ համագործակցում է Գամա պրոֆեսիոնալ կազմակերպության հետ, հիմա պատրաստվում ենք այդ մրցաշարին։ Հիանալի է, այսինքն տղերքը հիմա ռեժիմի տակ են։ Իհարկե։ Այդ այն իմ սիրած ռեժիմն է, որ ասում է քաշեր ենք գցում։ Քաշ ենք գցում։ Իհարկե։ Ռեժիմով պարապում ենք, աղջիկներիդ էլ չենք շփվում, էտա։ Անպայման։ Այդ ամենակարևորն է կարծիքով խանգարող հանգամանք տղաների։ Շատ լավ, բայց այս բոլորի հետ մեկտեղ էլ փաստորեն ես այդ փոքրերի թեման եմ ուզում այդ բարձրացնենք, նոր անցնենք տղերքին, էլի։ Եթե հիմա մեզ լսում են շատ ծնողներ, որը վստահ եմ լսում, դու մեզ հանրապետությունն է դիտում, հնարավորություն կա ձեր շարքերը ներգրավելու։ Իհարկե, հնարավորությունները շատ մեծ է։ Լվինե Սերցան մեծ հնարավորություն է տվել բոլորին։ Անվճար պարապել, ամենակարևորը որ բոլոր երեխաները պարապում են անվճար, որովհետև այսօր բոլորս գիտենք տարբեր տեղերում տարբեր հասկացողություններ է, Լվինե Սերցան մեծ հնարավորություն է տվել բոլոր լավ սպորտսմեններին անվճար պարապել եւ բացի անվճար պարապելուց հնարավորություն է տալիս հանդես գալ ցանկացած ռինգերում, մեծ ռինգերում։ Շատ լավ, այսինքն ծնողները եթե լսում են Lionheart Instagram-ը բավականին ակտիվ տարբերակով աշխատում է, հա, օպերատիվ երեխեք աշխատում են, որ ոչ մի ձևեչին է ինձ մոտից կարող եք գտնել բնականաբար Նվերի էջը, այն որ արձագանք են հույսով եմ հասկանաք, որ նաև մեր ծրագրի շրջանակն են։ Ես ուզում եմ տղերքի մասին ինձ մի քիչ պատմես եւ նաև հեռուստադիտողներին։ Ես վստահ եմ, որ նրանք արդեն չեմպիոններ են։ Նարեկ Խաչիկյանից խոսենք, Նարեկ Խաչիկյանը արդեն 10 տարից ավելին մասնակցում է պրոֆեսիոնալ մրցաշարերի, աշխարհի, Եվրոպայի եւ պրոֆեսիոնալ մրցաշարերի։ Ունենք բազում հաղթանակներ արդեն Նարեկ Խաչիկյանից, աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության փոխ-չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության 3 անգամ եղել արդեն բրոնզե մեդալակիր, ԱՊ խաղերի հաղթող պրոֆեսիոնալ մենամարտերում բազմակի ունենք հաղթողներ, հաղթանակներ։ Լավ։ Բազում հաղթանակներ ունենք։ Եվ հիմա առաջարկել պատրաստվում ենք եւս ավելի մեծ մրցաշարերի մայիսին էլ Մալազիայում լինելու է աշխարհի առաջնությանը։ Իսկ Ռոմանը։ Ռոման հիմա ասենք Ռոման Սեթրակյանից, Ռոման Սեթրակյանն էլ շատ ուժեղ մարզիկ է։ Մասնակցել է բազում մրցաշարերի, պրոֆեսիոնալ մրցաշարերի, ունեցել ենք բազում հաղթանակներ։ Ես ուզում եմ տղերքի հետ էլ շփվել, հենց առաջինը Նարեկի հետ, Նարեկ ջան, ես գիտեմ, որ շատ մարզիկներ, օրինակ, ինչքան էլ իրենց վրա պարապում են, ինչքան էլ իրենց առանձին ձեռագիր, որ ասում է տեխնիկան ունեն, ոնց որ ես նաև դուք վստահ եմ ունեք մարզիկներ, ում ուղղակի երկրպագում եք կամ սիրում եք նրանց տեխնիկան։
քո տեխնիկան ում տեխնիկայի հետ դու կնմանեցնես անկեղծ եթե քոնը առանձին է կամ կուզես նրան նմանվել ես գիտեմ որ ունեք դուք մարդիկ որ հետևում եք մարզիկների դե դուրսի մասն էլ կարող ենք բարձրաձայնել ես այս հարցը շատերին եմ տալիս դե միանշանակ լավ սպորտսմեններին միշտ նայում ենք չեմ կարող ասել թե իմ տեխնիկան ում տեխնիկային է նման բայց շատ լավ սպորտսմեններ կան օրինակ Թայլանդից այո հին դպրոցից Բուակավը Սենչայը նորերից Տավանչայը Սուպերբոնը իրանց միշտ հաճելի է դիտելը եւ միշտ սովորում ենք իրանցից էլ իրանց տեխնիկան շատ լավ իսկ մեր տղեն արդեն գիտի ով էր մրցակիցը այո ու ոնցն է տենց որ ասում վարկանիշը լավն է թե չէ հա լավ մարզիկ է Վրաստանը ներկայացնող ինքը ադրբեջանցի մարզիկ է լուրջ հա արդեն լավ չեմ հետո Շատ նորմալ է մենք լավ տրամադրվել ենք ու լավ պատրաստվել ենք դրան հա հետո ինքն էլ փորձ ունի փորձառու տղա է լավ մենամարտեր ունի արած թե Վրաստանում թե Վրաստանից դուրս Կամբոջայում եթե չեմ սխալվում Դավիթ Խաչատրյանը իմ ու ձեր լավ ընկերը մի հատ լավ տեքստ է ասում իշտ երբ որ լինում այնց մոտ տաղավարում ասում է ինչքան էլ պատրաստված եմ լինում ինչքան էլ գիտեմ որ գնում եմ որ հաղթանակի համար բայց որ ռինգում եմ լինում ու ռինգում լինում ադրբեջանցի ես ինքս սկսում եմ նրան նենց սատկացնել որովհետև արյունս մի այլ ձևի խաղում է ես վստահ եմ շատերի մոտ է այդ թեման լինում բայց դե մարտում մարզիկներ ենք Չէ, տենց կա, չէ, տենց թեմա։ Շատ լավ, ես խորանում եմ ոնցոր քաղաքականության մեջ, բայց անցում եմ անում։ Ռոման ջան, ինձ մի հարց է հետաքրքրում, դու այն իմ ընկերներից ես, որ ամեն քաշքցելուց նյարդային ես։ Ոչ խոսակի մեծ քաշ եմ գցում։ Ասել շատ չէ, բայց դե խանգարում է լիքը բաների, հա։ Օրինակ այդ լիքը բաները ուտելիքներն է, թե մանգալը։ Չէ, ինչ որ կարող է ինչ որ շփման մեջ, բանի մեջ, ինչ որ Առիթների չեն մասնակցում շատ Առիթների չես մասնակցում շատ, էլի ոնց որ կենտրոնում ես հենց դրա վրա, ոնց որ մտնում ես բոյի մեջ, էլի։ Իսկ կարելի է ունենալ օրինակ ճիշտ ձևաչափ, չգիտեմ, ոնց որ Արսենը ինձ մոտ Հարությունյան ասաց, դե ջին երևի նորմալ մարդիկ են լավ են աշխատում, համ ուտում եմ, համ խմում եմ, համ քաշ եմ գցում։ Դե իհարկե առանց ուտել չես կարող քաշ գցել, պետքա սնվես ճիշտ սնվես ու կարողանաս, ասենք, այդ կիլոգրամները կամաց այդ քեզանից անես, որ հետո հեշտ կարողանաս լավ պատրաստ լինես մրցաշարին։ Շատ լավ, մեր տղաները ընտանիք ունեն։ Ռոման Սետրակյանը արդեն այո ամուսնացել եմ։ Ես միշտ այս հարցը առանձնացնում եմ, որ ընտանիք է ունենում, ասում են, երբ որ մարզիկ ընտանիք ունեն, ինչ որ չափով նաև որ ուղեղի մի մասը լինում է ընտանիքի կողմը, կարող է պիկի ժամանակ նաև խանգարի, ինչքանով է ընտանեկանը քեզ խանգարում։ Ավելի շատ օգնում են դաժե սպորտի մեջ ինձ։ Շատ լավ։ Պես մի անգամից արձագանքեց հարգանքներս կնոջին նորմալ կկերակրեք տղուն չի նյարդայնացնեք երբ որ ասում է տունը պետք է մեդալ բերի այս տարբերակն է շատ լավ իսկ ինչ ունենք միջև տարվա վերջը որ ինչքան էլ մրցաշար ունենք նվերջան այդ պետքա լավը լինի ես հասկացա որ մենք դուրս էլ ենք գնալու փաստորեն տարբեր տեղերում մրցաշար ունենք այս տարի այս տարի ունենք այսօր փետրվարի 23-ին այդ պրոֆեսիոնալ մենամարտն է այնուհետ պատրաստվել ենք էլի հունիսին Մալազիայում աշխարհի առաջնությանը, հոկտեմբերին Ֆրանսիայում Եվրոպայի առաջնությանը շատ մրցաշարեր ունենք եւ ամեն օր պատրաստվում ենք, ամեն օրը երկու պարապում ենք, որ պատրաստ լինենք այս մրցաշարերին։ Ամփոփման համար էլ ես ուզում տղաների հետ շփվել նաև ակադեմիայի մասին, ես ով որ ինձ մոտ տաղավարում գալիս է մարզիկներից, բացի մարզիչներից, միշտ հարցնում եմ, ասում ինչքանով եք, որ ասում է գոհ մեր ակադեմիայից զինված տեխնիկայով, ոնց որ թե ամեն հարմարություն կա, չէ՞ ձեզ համար։
Ձեզնից մնում է այն որ ասում պարապել եւ հաղթանակ։ Իհարկե։ Կա տենց բան։ Միանշանակ Բայց ոնց որ արդեն փոքր է, հա։ Արդեն շատացել են։ Շատ են շատացել արդեն իհարկե, որովհետև Հայաստանում նման չի եղել, նման մարզադպրոց, որ լիարժեք անվճար ամենակարևորը անվճար վճար ու լիարժեք լինի բոլոր ամեն ինչը մարզիկի համար։ Շատ լավ, ես այս բան ձեր թույլտվությամբ ուզում հարգանքներ սղել նաև Կարապետյանների ընտանիքին եւ նաև ուզում եմ հարգանքներ սղել իմ լավ ընկերոջ Արմենին Գուլյան, որովհետեւ նա լուրջ աշխատանք է տանում։ Շատ մեծ աշխատանք է տանում։ Եվ հարգանքներ Սեդկարին, որը ինձ օգնում է նաև ձեզ նման մարդկանցից մոտաղավար հրավիրել։ Մենք ուզում ենք բոլորից շնորհակալություն հայտնել բոլորից, մեր Դվինայ Սերցայի բոլոր ազնագազմից, աշխատակազմից, բոլորից։ Մենք բոլորս մի բռունցք ենք ու սա մեծ հաղթանակ է բերելու մեզ հաստատ։ Ապրեք, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես արդեն անհանգիստ եմ։ Ես շատ կցանկանամ, որպեսզի մրցումներից հետո վստահեմ, որ ասում հաղթանակած ինչու մոտ մեդալներով պատվով ես իրով գրավեմ ինձ մոտ տաղավար, ուզում եմ կիսվեք նաև այն ամեն ինչով, ինչը նաև եղել է տատամիի վրա։ Շատ շնորհակալություն։ Եվ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ հետևում են եւ Հակոբովնայից ակնկալում են հետաքրքիր թողարկումներ եւ ես վստահ կարող եմ ասել շատ մարզիկներ ինձ մոտ տաղավարում լինելու այնպես որ բաց մի թողակ ոչ մի եթեր։ Մինչեւ հիմա ձեզ այդ բացարձակ չեմպիոններն են եւ իհարկե ձեր Զինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարի մեն ձեզ։ C'est coquin, l'unité Carapétian. Candela, im sera candela, candela, im sirta candela, candela, im sera candela, ampela, yerkin kasampela. Give me love when you block, when you enter the club. Everybody jump in the floor like a duck. We can jump every night, baby girl, you so what? Make it bad man love, get up, we can chop. I like the way you move, señorita. Come on, shake your body, mamacita. I like the way you do that thing, señorita. Mami, yo te quiero, bad man killer me don't care. Նորից մի կաթիլ մեղրից սարքեցիր պատմություն հանգիստ եղիր քեզ վեճիչ շեղիր խենթիմ սեր տակարում խանդելա իմ սերը խանդելա խանդելա իմ սիրտը խանդելա խանդելա իմ սերը խանդելա ամպելա երկինքս ամպելա When you earn on the club, everybody scream. When you move to the booty, everybody crazy. Me never ever fall for your love, baby, down, down. Like the way your booty down low, baby, come down. Me wanna go now, she tell me please say down. Her body in my body, she tell me please say down. She wanna make it crazy, and make me feel so baby. Dun, dun, dun.